Պակիստանի եւ Աֆղանստանի միջև հակամարտությունը շարունակվում է արդեն երրորդ շաբաթը։ Պակիստանը ցասում ճշմարտության համար ռազմական գործողության շրջանակում ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում գտնվող զինյալների դիրքերին։ Քաբուլը մեղադրում է Իսլամաբադին քաղաքացիական թիրախների վրա հարձակումների համար, մինչդեռ պակիստանյան կողմը պնդում է, որ հարվածներն ուղղված են միայն ահաբեկիչների դեմ։ Թալիբների իշխանությունները հայտարարել են, որ անօդաչու սարքերով պատասխան հարվածներ են հասցրել Պակիստանի ռազմական օբյեկտներին։ Կողմերի տվյալներով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ։ Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկրի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իսլամաբադի Ֆայզբադ շրջանում գտնվող պակիստանյան բանակի Համզա ռազմավարական օբյեկտին, ըստ աֆղանական կողմի Պակիստանը կրել է զգալի կորուստներ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կարող է հաստատել Թայվանին մոտ 14 միլիարդ դոլարի սպառազինության գործարքը Չինաստան կատարվելիք այցից հետո, հայտնում է Reuters-ը։ Գործարքը ներառում է Patriot համակարգի PAS-3 հրթիռներ եւ NASAMS հակաօդային պաշտպանության համակարգեր, նախատեսվում է նաեւ շուրջ 6 միլիարդ դոլարի լրացուցիչ պաշտպանական փաթեթ։ Ավելի վաղ Ամերիկայի Միացյալ Նահանգները ժամանակավորապես հետաձգել էր այդ վաճառքը Չինաստանի հնարավոր արձագանքից խուսափելու համար։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշումը ժամանակավորապես թույլատրել ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցները չի նպաստում պատերազմի ավարտին։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ասուլիսում նա նշել է, որ այդ քայլը կարող է Ռուսաստանին ապահովել մոտ 10 միլիարդ դոլար, ինչը նրա խոսքով չի օգնում խաղաղությանը։ Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը հայտարարել է, որ երկիրը կանգնած է ժամանակակից պատմության ամենախորը հումանիտար ճգնաժամի առաջ։ Նրա խոսքով վերջին շաբաթներին ավելի քան 900,000 մարդ լքել է իր տունը, որոնցից մոտ 200,000-ը երեխաներ են։ Ապաստարաններում արդեն գտնվում է շուրջ 120,000 մարդ, իսկ շատերը գիշերում են մեքենաներում, զբոսայգիներում կամ ծովափին։ Կառավարությունը նախազգուշացնում է, որ եթե ռազմական գործողությունները չնվազեն, տեղահանվածների թիվը կարող է հասնել մոտ 1,2 միլիոնի։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն էլ կոչ է արել 325 միլիոն դոլարի շտապօգնություն տրամադրել Լիբանանին պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը հաղթահարելու համար։ Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները փորձում է բաժանել Եվրոպան, քանի որ առանձին ԵՄ երկրներն ունեն ավելի քիչ ազդեցություն։ Նրա խոսքով Բրյուսելի եւ Վաշինգտոնի հարաբերությունները ներկայումս բարդփուլում են, իսկ ԵՄ երկրները դեռ չեն ձևավորել միասնական դիրքորոշում Ամերիկայի Միացյալ Նահանգների նոր վարչակազմի հետ երկխոսության հարցում։